Վճարային ենթակառուցվածք պետության ու մասնավոր համագործակցությամբ։ Համագործակցության սկիզբը 25 տարի առաջ էր։ Արդեն 4-րդ դար առկա ազգային վճարային համակարգը ապահովում է վստահելի, հուսալի ու արագ ֆինանսական ծառայություններ։ 55%-ը կենտրոնական բանկի սեփականությունն է, 45%-ը Հայաստանի 15 առևտրային բանկերի։ Համագործակցության արդյունքն ավելի քան ակնհայտ է։ 2.5 տասնամյակի ընթացքում համակարգը բարելավվել է, դարձել ժամանակակից ու ավելի հարմար։ Մենք արքայի ռազմավարության անկյունում դնում ենք բնականաբար առաջին հերթին անվտանգությունը եւ ծառայությունների անխափանությունը։ Մեր համար առանցքային նշանակություն ունի, որ արքան հանդիսանում է Հայաստանի վճարային համակարգի սուվերենության, ինքնիշխանության, ինքնաբավության կարևոր օղակներից մեկը։ Արքան Հայաստանի ֆինանսական համակարգի ու միջազգային վճարային համակարգերի հետ փոխգործելիության կարևորագույն դարպասն է, չմոռանալով նորարարության մասին։ Սա բացատրություն ունի։ Վճարային ծառայությունները արագ են զարգանում աշխարհում։ Ընկերության զարգացման ընթացքում իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ։ Ստեղծվել է ազգային քարտային համակարգը, թողարկվել են առաջին տեղական ու միջազգային քարտերը, Արկան ու Վիզա Մաստերը, ներդրվել են միջազգային անվտանգության ստանդարտները, գործարկվել են արկավճարային կաբինետն ու առաջինը Հայաստանում արկա հավելվածը։ Հայաստանում հասանելի են դարձել Apple Pay-ն ու Google Pay-ը, իսկ 2024 թվականին մեկնարկել է Arca Pay-ը որպես տարբեր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների միջև ակնթարթային փոխանցումների առաջին միասնական համակարգ։ 2025 թվականին ներդրվել է Arca QR միասնական վճարային համակարգը։ 25 թվականին գործարկել ենք Arca Pay համակարգի ներքո Arca QR միասնական համակարգը, որին արդեն անդամակցում են 8 ֆինանսական կազմակերպություններ։ Արդեն 12 բանկ անդամակցում Arca Pay համակարգին, այսինքն 12 բանկի հաճախորդներ կարողանում են իրար միջև փոխանցումներ իրականացնել ակնթարթային 24/7 ռեժիմով եւ այս փոխանցումները Հայաստանի Հանրապետությունում անվճար են, սպառողներից ոչ մի սակագին չի գանձվում։ Ու ինչպես տեսնում եք, ամեն ամիս նախորդ ամսվա նկատմամբ մոտավորապես 20%-ով ծավալային աճ ունենք։ Ընկերության հաջողության հիմքում կառավարման դասական մեխանիզմի ստեղծումն է, կառավարման խորհրդից մինչև ամենօրյա տնօրինություն։ Ընկերության խորհրդում ընդգրկված են տարբեր մասնագետներ, տեղական ու միջազգային հարուստ փորձով։ Նույն խորհրդում նաև շատ մեծ մանրակրկիտ ձևով նաև դիտարկվում է բնականաբար ներքին աուդիտի հաշվետվությունները։ Ինչ վերաբերում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների կոմիտեին, то այդտեղ բնականաբար ֆոկուսը, ուշադրությունը ուղղված է տեխնոլոգիական հարցերին։ 2025 թվականը համակարգի համար նաև պատահարների տարի էր։ 2026-ի հունիսի դրությամբ այն գրեթե վերացված է։ Տարեց տարի ավելանում են արկայի հաճախորդների, սրանով էլ պայմանավորված նաև քարտային գործարքների թվերը։ Համակարգի շրջանառությունը նույնպես շարունակաբար աճում է։ Համակարգի շրջանառությունը շարունակաբար աճում է։ Համակարգի շրջանառության աճին զուգահեռ աճում են վճարային քարտերի եւ սպասարկման կետերի քանակները։ Անկախնիկ գործարքների տեսակարար կշիռը շարունակում է աճել։ 25 թվականին այդ ծավալը կազմել է 18 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակները 1 միլիարդ հատ գործարք։ Arca համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների դինամիկան, այսինքն կանխիկացման եւ վճարման այդ հարաբերակցությունը 22 եւ 23-24 թվականներին քարտերից հիմնականում գերակշռում մասը եղել է կանխիկացման գործարքները, քան թե վճարումները։ Արդեն 25 թվականին հարաբերակցությունը փոխվել է 49% կանխիկացում է իրականացվում ծավալային մասով, 51% վճարումներ են իրականացվում։ Զարգացումները շարունակական են լինելու, խոստանում են։ Մեր կանխատեսումով տարեվերջ կամ հաջորդ տարվա առաջի երամսյակի առաջի կեսին արդեն Google Pay-ում հնարավորություն կլինի կցել եւ օգտագործել Arca քարտերը, իսկ արդեն Apple Pay-ը կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակին, դա ոնց որ շարունակական process է, այսպես նաեւ ակտիվ տեխնիկական աշխատանքներ են վարվում վրացական Bank of Georgia կազմակերպության հետ, այսինքն մենք այս տարի բացի Հնդկաստանից նաեւ
կունենանք փոխանցումներ էլի հեռախոսի համարով, առցանց փոխանցումներ Հայաստան-Վրաստան ուղղությամբ։ Մենք նաև փակագծերը բացեմ, բանակցությունների մեջ ենք այս պահին Արաբական Էմիրատների համապատասխան համակարգի հետ, Ուզբեկստանի եւ Ղրղստանի հետ։ 2027-ին արդեն Վրաստանում հնարավոր կլինի վճարում կատարել արգաքարտով։ Ընկերությունը հաջողությամբ անցել է միջազգային ստանդարտների տարեկան աուդիտները, ստանալով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատներ։ Արկան շարունակելու է զարգացնել իր առաջարկվող ծառայությունները։ Իդեպ, մինչև տարեվերջ արգաքարտով անկանխիկ վճարումներ անելիս գործում է 2% հետվճարի ծրագիրը։ Այս տարվա համար նախատեսվել է ծախսել 7 միլիարդ դրամ, որի կեսը վճարելու է Armenian Card ընկերությունը։ Հասմիկ Դիլանյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։